Ահա, հաջորդ մասը։ Խնդրեմ, պարոն Հակոբյան, ԱՄՆ տրամպիզմի հետևանքները ոնց կմեկնաբանեք, խնդրում եմ։ Տրամպիզմի հետևանքները դեռ չկա, որ մենք մեկնաբանենք։ Տրամպիզմի հնարավոր հետևանքների մասին կարող ենք խոսալ, ենթադրյալ։ Ամեն դեպքում բերեք հասկանանք, թե ինչ է նշանակում այսպես ասած տնտեսական քաղաքականության մեջ տրամպիզմը, որովհետև դեռ չկա հստակ նկարագրում, հստակ ինֆորմացիա, որտեղ շատ փոփոխական ամեն ինչ տեղի ունի։ Համենայնիվս ես մի հատ փոքրիկ հոդված ունեմ Facebook-ում գրած, այնտեղ փորձել եմ բացատրել, որ Տրամպի տնտեսական քաղաքականությունը ուղղված է առաջին հերթին Ամերիկայի արդյունաբերությունը վերականգնելու ուղղությամբ եւ հետեւաբար պետք է ներքին շուկայում ստեղծվի նախապայմաններ, որպեսզի այդ արդյունաբերության մեջ ներդնողները կարողանան շահութաբեր լինել, կարողանան ներդրումներ կատարել ու կարողանան Ամերիկան արտադրել նույնքան մեծ մասշտաբներով, ինչպես եղել է մինչև 70-80 թվականները։ Այժմ ամերիկյան տնտեսության կառուցվածքը մոտավորապես հետևյալն է, մոտավորապես 40%-ը դա ծառայությունների բնագավառն է, Այո։ մոտ 40%-ը դա Խոսքով Արմեն Վիլապյան, տնտեսագետ, պարոն Գեհամ Հակոբյան, Ամերիկայի տնտեսական այս վայրեվերումները, այս վճռաքարային պահերը տնտեսական ոնց կազդի Հայաստանի վրա, խնդրեմ։ Ուրեմն ֆինանսական համակարգում Ամերիկան ունի մակրոտնտեսական ինդիկատորներ։ Մակրոտնտեսական ինդիկատորների հիմնական ինդիկատորները համարվում ոչ միայն հնարի մեծությունը, նաև կա այսպես ասած օպերացիոն ընթացիկ ինդիկատորներ, որով իրենք հետևում են տնտեսության վիճակը։ Դա զբաղվածությունն է, գործազրկությունն է, դա PMI, այսպես ասած տնտեսական ակտիվությունն է, տնտեսական ակտիվությունը դա տնտեսական պատվերների մասով է չափվում, թե ինչքան պատվերներ կան տված։ Դա շինարարական տված թույլտվություններն են, դա ինֆլյացիան է, գնաճի չափն է, դա շատ կարևոր է, դա կենտրոնական բանկի եւ ընդհանրապես շուկայական տոկոսադրույքները։ Ամերիկայում, քանի որ ահռելի մեծ պարտատոմսերի շուկա գոյություն ունի, պարտքերի շուկա, ոչ միայն նաև պետական պարտատոմսեր, Ամերիկայում կան նաև կորպորատիվ պարտատոմսեր, որ մոտավորապես $20 տրիլիոն կորպորատիվ մաս է կազմում Ամերիկայի։ Այսինքն, եթե $36.5 տրիլիոն դա պետական պարտքերն է, $20 տրիլիոն միայն ամերիկյան մաս